ծննդյանդ օրը շնորհավոր լինի։ Ընես Պտյանը ուր հայացքը լինի են կողմ, դուք հետևից գաք։ Երկու հոգի չէ, քանի տարի է չի եկել։ 10 տարի մարդիկ չեն։ Ոսկե ծիրան, ռեստորան, որտեղ ունենք ոսկի առիթ։ Մեր հրաշք ազնվորություն։ Ուր է ովենան։ Հրաշք առիթ, ծննդյան օր և հյուրեր 3 հոգի, ովքեր եկել են շատ հեռվից։ Դու ունես անակնկալ, որը քեզ ավելի շատ է հուզելու, որովհետև Եվրոպայից, Բելգիայից եկել են ու անակնկալ են անելու հոբելյարին, բայց հարցն է, որ հոբելյարն էլ է արտերկրից եկել իր ծննդյան օրը նշելու։ Մենք եկել ենք այն մարդկանց կողմից, ովքեր չեն կարողացել գալ։ Տեղյակ չի, որ հյուրեր են եկել 3 հոգի։ Գեղեցիկ զարդարենք համեղ տորթիկը։ Եվ այդ առիթով հենց հիմա զանգեմ, ճշտեմ, որտեղ ենք հանդիպում մեր եռյակի հետ, հրաշալի եռյակի։ Աղբերների անունները, քո անունը։ Ստյոպ, հա, Ստեփան, թե Ստյոպ։ Հա, Ստյոպ։ Բա քո անունը։ Արման։ Արմանը եւ Ստյոպը եւ իհարկե մեր մեծ աղբեր Կարապետը։ Բարեկամներ, հիմա մենք թեթև հետախուզական քայլ ենք ձեռնարկել։ Չի մտածում դաժե ես եմ ստա։ Բա ոնց անենք այդ բա 3-ով հավասար մտնենք շոկ տանք։ Հենալը նայ լիճը ցամաքելա բադերը հավաքվել են ժողով են անում։ Բադերի ժողովը։ Կարեցիլ բադերի ժողովը։ Ծափեր տվեք մայրիկն ու որդին են իրար գրկել։ Հələ դու ինձ նայ ինձ։ Մատ ձյաձյա դուսը։ Մնացածը ներսն են, էլի։ Все точно է։ Ես այս անակնկալի անունը դնում եմ Սերուկարով։ Աբոր Հայաստան ապրեի, մատ ավտո կբերեինք նվեր։ Լավ տարամ DJ-ին գցել էին ներդրության մեջ արդեն, զգում ես, DJ-ին ասում եմ DJ պետք է անակնկալ տա։ Բայց որ Գերմանիայում ես ապրում։ Դրա համար քեզ ուրիշ անակնկալ ենք նախապատրաստել։ Կադրերում մեր parket շատ, արտաշատ քաղաքն է ընկերներ։ Այստեղ ներկայիս իրավիճակն է, փողոցները, մարդիկ եւ պատմությունները հենց այս պահի վերաբերյալ։ Հիմա գնում ենք մենք արտաշատում մի գեղեցիկ ռեստորան, ոսկե ծիրան ռեստորան, որտեղ ունենք ոսկի առիթ, հրաշք առիթ, ծննդյան օր եւ հյուրեր 3 հոգի, ովքեր եկել են շատ հեռվից, Եվրոպայից, Բելգիայից եկել են ու անակնկալ են անելու հոբելյարին, բայց հարցն է, որ հոբելյարն էլ է արտերկրից եկել իր ծննդյան օրը նշելու, ու տեղյակ չի, որ հյուրեր են եկել 3 հոգի։ Եվ այդ առիթով հենց հիմա զանգեմ, ճշտեմ, որտեղ ենք հանդիպում մեր եռյակի հետ, հրաշալի եռյակի, զանգել են ինձ հրաշալի եռյակը, մեր Կարապետ մեծ աղբերն է եթերում եւ 2 անուշ աղբերներ, որ եկել են ու բարեկամ, ես արտաշատի մեջ եմ ու գալիս եմ էլի տես իմ համար։ Կարում ես բարեկամ։ Հիմա մենք գնում ենք մեր հյուրերի մոտ, ովքեր եկել են եւ ծածուկ ձևով տեղավորվել եւ նստել են արտաշատ պլազայի դիմաց։ Մեզ էլ սառը սուրճ են ուզում հյուրասիրել են։ Վարդան ասել եմ, որ քո համար է սառելի։ Դու սիրում ես չէ սառը սուրճ։ Բարեկամներ, հիմա մեր մյուս բարեկամները պարոն Կարապետի գլխավորությամբ հավաքվելու դասավորվել են այնտեղ, որտեղ որ մեզ են սպասում։ Լազա արտաշատ։ Մենք ուղևորվում ենք մեծ սիրով։ Իսկ դուք, մեր շատ սիրելի արտաշատցիներ, հետևեք ձեր արտաշատին, ովքեր կարոտել է, տեսեք, էս է հիմա, այսենց է։ Վարդան կարող է Զինվեստերի օրիգինալ բարականներով բարեկամ։ Ահա, թեթև ինչ խցանումներ սկսեցին Արտաշատ քաղաքում, մենք էլ հանգիստ առանց շտապել, համբերատար երթևեկում ենք առաջ մեղմիկ բռոցի ներքո 8 մխոցանի բռոցը, որը ուղղակի շոյում է ականջները, հաճելի է լսել ու զգալ։ Իսկ հիմա մենք արդեն full պատրաստ իրավիճակում ենք։ Ես մի բան միայն մոռացա, շոմպայն, մյուս պատվերին մեզ շոմպայն է պետք։ Տոմուսը աղբեր, ես ինչ մեծ կապույտ շենք է Արտաշատի սրտում։ Քանի րոպե է տալի Արտաշատի պլազա հասնելը։ 2 հասնում ենք ինչ է։ Արտաշատ պլազա։ Ես շատ եմ լսել այդ անունը, բայց պլազան եմ շատ լսել։ Կոնկրետ Արտաշատ պլազա չէ, պլազան շատ եմ լսել, դու էլ ես շատ լսել պլազա։ Հիմա Արտաշատ պլազայում ենք։
գտնվելու քիչ հետո։ Բավականին հետաքրքիր է։ Որտեղ է Արտաշատ պլազան։ Ուր է Վարդան, հե։ Ձախի վրա թե աչի, ասած պլազայի դիմաց նստած տոլիկ գնամ։ Վարդանը ինձ մոլորեցրեց իր դինջ ուղղորդումներով։ Վարդանը երբեմն ուղակի դանդաղ է խոսում, որը ինձ մի քիչ նիարդայնացնում է։ Նմիստ է ինչ անեմ, ձախ-աչ, ուղիղ։ Ուղիղ եկանք բարեկամ, ուղիղ, ապրես արագ արձագանքման համար, Վարդան, Արտաշատ պլազա։ Ախպերս, որ պլազան է տա, բա կոֆեն որտեղ են խմում, քո ջոգելով, սառը սուրճը որտեղ են խմում, քո պատկերացման բարեկամ։ Նրա դեմ դիմացը, բանդից ձախանելու տեղել ունենք, սաղել ունենք, 2-1, գազ, գնացինք, Արտաշատի մեջ խաչմերուկ ենք ճեղքում և մի անգամից ձախ թարթիչը միացնում, արա հենն է, բայց տա ղերքը աշկի սնդեի են, հա գիտես, այսպես կանենք, այսենց, Արտաշատում շոք է, բայց դա մեզ չի խանգարի սառը սուրճ խմել, մեր բարեկամների հետ, ովքեր եկել են շատ հերվից, թե ինչքան հերվից հետ այդանք ճշտենք, որշի բան չեմ իշում, ես հրապարակն է, Արտաշատի, ապեր ես պիցան թողել եք սառը կոֆ եք խմում, դե վապշե վատ չեր լի, բայց ուշանում ենք, հոբելյարի տղեկն են, թե 1000 բարի, հոբելյարի մեծ աղբերը, փոքր աղբերը, բայց այդեն չի ատես թարսել է, որ փոքրնա մեզնա, հա մեր մոտ էլ է ատենց աղբեր, իմ փոքր աղբերն էլ անձնից բոյով, Էդ ոնց ալեմ աղբեր, անարդարա, քելեքել ուր ամեր կոփեն սառը, ես է, սա է, ուրեմ նայեք, ներս ենք անում սառը սուրճ, Արտաշատի կենտրոնում, այսենց։ Գերմանական համով։ Գերմանական եք ուզե, Բելգիայից եք, չէ բայց եք է։ Գերմանիայից, հա, ես էլ տարել էի Բելգիա ձեզ։ Գերմանիա լավ, հա։ Ասում ախ շատ ծանր, այո, շատ խիստ օրենս դրականը։ Ես գիտես հիշում եմ, երկրները խառնում եմ ես, մի քիչ երկրային եմ, էլի։ Աղբերների անունները, քո անունը։ Ստյոպ, հա, Ստեփան, թե Ստյոպ։ Հա, Ստյոպ։ Ստյոպ ես էլ Ստյոպն եմ, հա։ Արդաշ, բա քո անունը։ Արման։ Արմանը եւ Ստյոպը եւ իհարկե մեր մեծ աղբեր Կարապետը։ Կարապետի հողի կանչը, Սուրբ Կարապետի կանչը, Քարմաշը, Սուրհանդակը։ Ընկերներ, մենք հիմա անցնում ենք արդեն հարցակման եւ այս հարցում մեզ կօգնի անպայման Վարդան, դու ուզում ես մեջտեղ նստի, որ բոլորին նկարես։ Հիմա ծաղիկները դնում ենք բագաժնիկ, մոհել ենք։ Վարդան, ոնց անենք, որ ընդեմ մարդ, հա? Այդ թվերը պետք չէ, էլի։ Այսօր մեզ օգնում են հոբելյարի բոլոր բարեկամները։ Դու դեմն ես նստում ես։ Հա, կտենան է, բայց որ նստես։ Հա, ոնց անենք։ Նստեք։ Քան տարի չես եկել Հայաստան։ Դու 6 ամիս առաջ։ 6 ամիս։ Հոգին 6 ամիս։ Բատաղերքը։ Հա, այսինքն այդպես նորություն չի էլի։ Ես չենք կարող զարմացնենք, ասենք նայեք ինչ ասֆալտ ունենք բան։ Հա, այնալը նայ լիճը ցամաքելա բադերը հավաքվել են ժողով են անում։ Բադերի ժողովը։ Կարեցիլ բադերի ժողովը։ Արտաշատում իրարանցում է, բադիկները բողոքի ակցիա են արել, հիմա չգիտենք սա ես վերջին չանելու ես, լիճը ցամաքելա, Ազատի ջրամբարից մի քիչ ջուր ենք ուզում։ Եվրոպայից անակնկալ ուրիշ բան է, բայց որ հենց Եվրոպացիներն են գալի անակնկալ, դա լրիվ ուրիշ պատմություն է։ Ուզիչ բաղա դուրս շատ հուզվող է, բայց մեր Արմենը։ Հուզական դաշտը, կայունա թե անկայուն։ Այնա ոչինչ, բայց սամբոս զալն է դու։ Արտիրասա ինչա կատարվելու։ Այսինքն ընդ մարդիկ կան, որ արդեն 10-20 տարի չեք տեսել։ Այո, այո։ Բայց այդ մարդիկ արական սեր են թե իքական։ Դա արականել են կարող է այդքան շատ չհուզվեն։ Արական էլ, իքական էլ ապ։ Դե ուրեմն սպասենք ուզիչ հանդիպման, տեսնենք ինչ կլինի։ Ոսկե ծիրան 1։ Անցանք։ Լավ են, լսի, այս տորտը տուր ինձ էլ է, տուր, այսինքն։ Շատ ես լարված պահում էլի, դες պետք ես պետք ես այս խաղցան ես որ պահում։ Կոնոման այդքան սովոր չեմ, մենը մարվիկ։ Պրոֆեսիոնալ մի օր 2 արկանի տորտ նենց էլա, որ պետք ես բռնած էթայի, այս ես բռնած գնացել եմ, լավ այ մական աղբեր, մենք էլ եթանք, մենք էլ ենք տորշ։ Այս հարմանա, եթե չեմ բռնեմ։ Չէ տորշն է։ Մենք այստեղ էլ կարանք պատը սպարվենք։ Մարոժնիկ ուտեք։ Ոման նաստ է։ Ուզում ես գաս վերին Արտաշատի շոքը։ Այո։ Հա, զգադ է։
Ուշադրություն։ Եկավ, գալիս է։ Բարեկամներ, հիմա մենք թեթև հետախուզական քայլ ենք ձեռնարկել, տեսնենք հյուրերը նստել են թե չէ, ժամը արդեն 6:20 րոպե է, բայց հյուրերը դեռ ոնց որ չեն նստել սեղանի շուրջ, չեն հավաքվել։ Ինչը չեն ուզում խմել ու քեֆ անել։ Կարելի է գնալ ու բոլորին ներս հրավիրել, բայց եթե գնամ, արդեն կհասկանամ, որ այստեղ մի բան այն չի։ Այս սենց անենք, որ մեր հետևից եկող Ֆորդը գիտակցի, որ մենք չենք գնում, եկել ենք ստեղ ռազմետկայի։ Դա Lamborghini նախատիպն է, որը նույնպես շարժիչը հետևի մասում է դրած։ Զապո, ձեր երազանքի ամենասուպեր գնաց, ամենասուպեր քարը։ Հələ դու ինձ նայ ինձ, մատ ձյաձա դուսը, մնացածը ներսն են, էլի։ Все точно է։ Ներսն են, ես աստեմ այդ հարմ։ Արա մոյկա իմ արև։ Բռնեմ սկսեմ ավտո լվալ։ Գնալ։ Արդեն սպասում Արտուրն է։ Սպասում է, քեզ է սպասում։ Արտուրը։ Ո՞ր Արտուրը։ Դիսաբար։ Չեմ բան, հա, հանդիսավարն է։ Ասպատ ճանաչում է։ Բարոն Մարկա։ Դու հիշում ես մեր Արտուրին։ Հա, տորտը չեմ գցելու, այս տորտը սս կանը։ Չեմ գցում տորտ։ Հա? Որ ավելի շատ ասա դուք եք մեզ պետք է տենակ։ Ասա ախպեր խոնավ ավտոյ աս։ Հա, բա տար ավելի, բա ինչ պետք է անեն։ Բարոն Մարկա։ Այդ տենց է միշտ։ Ես ավտոն լվանում եմ ու պարտադիր պետք է գնամ ցեխաշատ տեղ։ Հա, վերջում ասֆալտի վրա են կանգնելու ինչ է։ Ձեզ համար բան։ Բայց այնտեղ առավել հով է դրա համար ես կանախնդրեի ինձ կանգնեի։ Այստեղ։ Հեսա տես իշ լավ է լավ, փոշինը դրեց ավտոյի վրա, լրիվ ցեխ է, էլի։ Նույն ցեխը ի՞նչ տարբերություն։ Այսպես չի լինում իմ ավտո լվալը, չի ստացվում։ Բարեկամներ, մենք պատրաստ ենք մարտի, վсё, էլ կոնդիցիոները պրծավ։ Հասկանանք այն ներս իրավիճակը, մոմ սալյուտ, որը էսի լավ հոտա գալի մարև։ Հանդիսավարը ով է։ Արտուրն է։ Արտուրը ո՞րդից է։ Հա, մեր Արտուրն է, լավ, իմացա։ Ուր են սալյուտներն ու մոմը։ Մոմակալը։ Մեր Արմեն աղբոր ծնունդն է, Արմանը տղան է։ Արման, ստյոպ, եւ իհարկե աներձակ կարո։ Հիմա մենք գեղեցիկ զարդարենք համեղ տորթիկը։ Ելակներով համենված, գեղեցիկ մոմերով, շատ գեղեցիկ սիրուն համահունչ մոմերով, որ հենց այս սառիթին պետք է լիներ Վարդան։ Մոմերը շատ ճիշտ ես ընտրել, ինչի առիթով ես միայն ծափեր եմ տալիս քեզ։ Ինչ էր ասում մատով։ Ես էլ հիշում եմ ինչի համար եմ գալի հաստ է, մինչև վերջ չեմ գալի։ Ինձ թվում է մինչև չէ, եսի կտանենք, այս կտանենք տատիկին։ Սա տատիկի ծաղիկներն են։ Մենք այսօր ծաղիկների տեսականի ունենք եւ որոշեցինք սա նվիրել տատիկին, Մարիետա տատիկին, աշկալուսանք եւ շնորհակալական խոսք իբրև իր թորնիկներից։ Բայց այստեղ հարցն այն է, որ թորնիկները հիմա Գերմանիայում են, ոչ թե այստեղ, բայց այստեղ են, էլի։ Ուղղակի Գերմանիայում են։ Բոլորը գիտեն, որ նրանք Գերմանիայում են, բացի մեզանից։ Մենք ավելի շատ բան գիտենք։ Դուք հələ հեսա տնամ ստեն իրավիճակը ասեմ։ Մենք հիմա Ոսկե Ծիրանի հետևի մուտքով բարևում ենք ձեզ։ Փակա։ Բա իհարկե, բանալի կանդ է, ես կարամ։ Հələ բացենք տենանք ուր է մեր Արտուրը։ Օրես Դուք կարող եք ինձ մի հարցով օգնություն տրամադրել։ Կանչեք մեր հանդիսավար Արտուրին մեզ մոտ։ Այսինքն ընդեղից պետք է մտնենք, զալ ընդեղից էլ մուտք կա։ Այն որ բացեցինք նոր ընդեղից։ Բարեկամներ իմ 3 հոգանոց եկեք։ Եկեք։ Մտել հա փախկվել է իր, քողարկվել է իր ինչ, նկարի մտես տեսանալ, նայ եկանց։ Люди в черном, но праздник только белый. Так что, ребята, не забывайте սեղանի ոտերը, հա? Ստուտ զալն է արդեն։ Հա, ստուտ զալն է ու նստած են բոլորը։ Այսինքն մեզ հաշված վարդյաններ է մնում, որ գնանք ավտոն չորացնենք։ Տեսնես Արտուրը կգա։ Արտուրն ուր է։ Ձայնը չի լսվում մեր Արտուրի։ Բարև ձեզ։ Դուք հյուրեր ունեք շենքի ետնամասից։ 5 հոգի։ Հա, դուք բարեկամ եք։ Ես
Տնորեն, շատ լավ տնորեն եք, ժպտերես ու բարի, բա մեր Արտուրն ուր է ասենք արի։ Ես ասեցի, որ սկսեք Հա, ինքս եք հա, դե շատ լավ, հա։ Հələ չի սկսել, չի խոսած, ընդհանրապես։ լեցրել եք ձեր համար եք կսած։ Օ, ես մեքենան էի լվանում ուղակի։ Դիմացի ավտո լվացման կետը ինձ ուղակի գրավեց, շեղեց։ Դե ասի լվանամ սիրուն էլ, սաղը սև շորերով ենք ստե բացի Վարդանը։ Ասի սև շորերով, սև ավտոյի մեջ պետք է մաքուր էլ էլի։ Սև ավտոն մաքուր չի լինի։ Այդ է դա պրոբլեմ է։ Հենց նոր լվացի քամին փոշին բերեց եւ ասեց հաստատեց ձեր ասածը։ Արտուրը կարծես թե սպասում է ինչ-որ կարևոր առիթի եւ ես գիտեմ ինչն է կարևոր առիթը։ Իհարկե աներձակը Գերմանիայից։ Մեր կարող աղբերը եւ իհարկե երկու անուշ աղբերները իմ ադաշը, մեկ էլ Արմանը։ Արման Հոբելյարյանն Արմեն, Հոբելյարի որդիներն են։ Հոբելյարը չել կասկածում որ Գերմանիայից էլ եկել են ագին եւ բրեն ծախսը ինչ են։ Պետքան ծախսել, տվեք ես անեմ էդի, տվեք։ Մի պահ պահի։ Հեսա պատկերացեք ես էլ չկանամ բացեմ։ Աշկիս բացել եք արդեն դուք, հա։ Հա, սպասում եմ, ես ուղղակի մի քիչ անհամբեր եմ։ Մենք գտնում ենք ոսկե ծիրանում։ Ոսկե ծիրանը վերին Արտաշատի ոսկե ծիրանն է։ Էն էլա ձերը, շատ սիրուն է։ Ես էլ ուզում էի տարբերություն դնեի։ Ձերն է բոլորը։ Ես տենց էլ կասկածում էի։ Ո բարեկամ, կայնի։ Արի իմ բոյում ընկեր, արի։ Ես սա տորթ է։ Պետք է ինչ-որ օգնելու բան ես աշկա։ Ոնց Ստեփ անն է։ Մեռնեմ սրտի։ Իմ անունն է լավ է։ Ստեփ արի։ 3 Ստեփ արի Ստեփ, արիլը։ Ադաշ եմ գտել։ Ապեր այսօր Ստեփերի օր է, նայ 3 Ստեփով կայնացենք, մեռնեմ սրտի տապը։ Դու ուրեմն բացի կրկնակի երջանիկ օր է այսօր։ Բարև ձեզ, ձեր անունն ինչ է։ Ես էլ ասի կասեք Ստեփանի։ Որ вообще 4 ելներ։ Արթուրը հիմա շռայլում է եւ բանաստեղծական ոգով ասում է ինչից հետո է։ Հա? Խնդրում եմ ինձ մի անձեռոցիկ կտակ, ինչ լավ է որ Ոսկե ծիրան համալիրի ռեստորանային տնօրենը շատ բարի է, կարող ես ինչքան ուզես, սա պետք է ուզես։ Տերը, տիրակալը, տիրուհին, թագուհին այս ռեստորան։ Շնորհակալ ենք մեզ ջերմ ընդունելու համար։ Ես ձեզ հյուր եմ գալու, մեկ օր վերին Արտաշատ կգամ։ Հա, ընդ եկամ։ Հյուր եմ գալու եմ մի քանի օկով գալու ենք նստենք, առիթ վարենք։ Ոնց որ, բայց ինքը պետք է գա ինձ տենալը որ ասի։ Թողեք ես կնի գրած։ Հա։ Դուք եք կոն։ Ասում եք ռոպել դրեցան փարկել։ Հա, հարգում ենք։ Բեմը որտեղ անդե հա թենդե։ Այս ասեմ, այսօրվա հոբելյանական երեկոն ամենաֆանտաստիկ երեկոներից է, որովհետև մեր հոբելյանի համար պատրաստվել է 60 կետակներ տիրանական։ Ես երեկոյի Ես Եղեգնաձորից եմ։ Եղեգնաձորից եմ ես։ Քանի որ այսօր օրն է, իհարկե ամեն ինչ արել ենք, որպեսզի հոբ երեսի հոբելյանական օրը դառնա հետաքրքիր։ Եվ երեկոյի ամենաառաջին նաև մուսիչ անհատակալը Հոբելյան, ամեն ջան, հիմա ես քեզ երեկոյի շրջանակներում անհատակալը որը քեզ համար ամենակարևոր անհատակալը, որ երբևիցե կարող էի ստանալ։ Այսօր կարողությունը հարազատելով, բարեկամելով, որ բոլորը ներկային գտնվել, որ քեզ ունես ինչ-որ կարևոր մարդիկ, ովքեր կուզեիդ կողքիդ լինեն, բայց ապստեղ չէ։ Դրա համար մի փոքր տխուր է։ Հուսանք չի ասի։ Ուզում եմ հաջորդ անգամ հաջորդ երեսի հոբելյանական օրը ստեղծել
Ազերոր մասին իրավելի իրակի։ Եթե կարիք չէ ում մասին են խոսել։ Լավ, ուզված եք, ես հասկանում եմ, լավ, ուրեմն ես հասկանում եմ, բարի որ այսօր հողերավիոնը չենք ուզում միանգամից այսպես ասած մնացածնել, որովհետև երեկոյի շրջանակներում դեռ ունենք հնարավորություն մի քուշ լացելու, որովհետև այս բանին հատուկ անակնկալը նվիրում եմ ձեզ, պարզապես վայելեք, որտեղ է անակնկալ ստուդիո։ Այո, մեր տաղանդավոր։ Հարություն, որովհետև Ստեփանին իրանք է, լավ։ Լավ եմ Արտուր ջան, բարև բոլորին, մի հատ ծափերը թարմացրեք, թազա ծափեր քաշենք։ Արմեն, բարեկամս, ծննդյանդ օրը շնորհավոր լինի։ Նոր ասին հուզվել ես, այն որ ասած մի հուզվի բան, հուզված ես, հուզվել էի։ Դու ունես անակնկալ, որը քեզ ավելի շատ է հուզելու, որովհետև հուզվելու կարիք չկա։ Մի հուզվի։ Մենք եկել ենք այն մարդկանց կողմից, ովքեր չեն կարողացել գալ։ Մենք ենք եկել, բարև ձեզ եւ իհարկե, այո, բայց ես մինչեւ անակնկալին հասնելը, ձեզ այնց ներողություն եմ խնդրում եւ այստեղ հրավիրում եմ մեր Արմենի մայրիկին, Տիկին Մայրետային, ուր է նա։ Եկեք։ Ավելի շատ շնորհակալություն ձեզ, որ Արմեն եք լույս աշխարհ բերել։ Ուրախ եք, հələ մա ջպտացեք, ուրախացեք, հուզվեք, հա։ Ծափեր տվեք, մայրիկն ու որդին են իրար գրկել։ Եվ այս անակնկալը մինչև հեսա թու մոմերը վառնեմ, մեր Արմենը մատ կարոտում ես։ Զգում ես կարոտ, բայց հիմա եկել ա որդի ու քեզ գրկում ա քո հետ միասին նշում ա իրա ծնունդը, չեմ ասում որ ամյակ աղբեր չէ, երևում էլի պետք է չի։ Դա ծափեր տանք է սիրուն ընտանիքի համար, բայց դուք էլ եկեք, ինչի առանձնացաք, որ հարսուկի սուրիր արეთ լավ չեք։ Եկեք հələ, ծափեր տվեք սերը թող թևացի այս սրահում, որովհետև մենք ունենք սեր լիքը բերած հերուներից եւ հիմա Արմեն ջան, էլ ասա ովքեր այստեղ ներկա չեն։ Իմ զավակներս։ Զավակները, Արմանը եւ Ստյոպը, հա, Ստյոպան, իմ աննելա համարյա Ստյոպա։ Տենց են ասում, բայց բան է, էլի Ստեփանն անունս, այնպես որ հաշվի ես իրա տեղը եկել եմ, քո ծնունդը շնորհավոր եմ։ Դե մի րոպե պայ, երկու բառ ասա, էլի, elə նոր ասկսե, արդեն պես երկու բան աս, խոսալը, խոսափով ասա ծափ տվեք։ Ես շնորհակալ եմ ամեն ինչի համար իմ երեխեքից, Աստված որ հրաշքներ տվե մեզի, ինձ եւ իմ հարազատներին բոլոր ովքեր որ ինձ հարգել են ու ընկերել։ Շնորհակալ եմ բոլորից, հատուկ շնորհակալություն։ Եվ այս գեղեցիկ անակնկալի համար։ Այո։ Եվ այս գեղեցիկ պահին ես զգում եմ, որ պետքա ծափեր տակ։ Ծափեր տվեք, հոբելյանը բոլորից հետ շնորհակալ է եւ ասեմ ձեզ, շնորհակալություններ ունեք բոլորդ նաեւ Գերմանիայից, մեր Ստյոպի եւ Արմանի կողմից եւ մի հոգի էլ կա, իր անունը ընդհանրապես չշոշափեցին կնչի։ Հələ ասա էլի։ Կարբի։ Կարոջը, թակավոր կարոյի, ինքն էլ է միանում անակնկալին ու լավ երազանք պահի չի, ամբողջ իրանց նպատակներն է, որ դու հիմա երջանիկ լինես, ուրախ լինես, թեկուզ իրանք ես պահին քո մոտ չեն։ Ես եմ եկել էլի։ Մամուզում եմ ես առաջվա պես օրով Կատարվի բոլոր, այ հիմա, այն ինչի համար, որ ձեզ հրավիրեցի այստեղ, տորտը վերցրեք պահեք այս քաղցրությունը, ջերմ ու քաղցր պահեր թող միշտ լինեն ձեր կյանքում, իսկ հիմա մենք մի գեղեցիկ արարողություն ենք անում, ծաղիկներ եմ տալիս քեզ, Արմեն ջան, որ նվիրես մայրիկին, որովհետև քո որդիները շատ շնորհակալ են իրենց տատիկին քեզ լույս աշխարհ բերելու համար։ Աչքերից սրտեր Այս ամենը մեր անակնկալի մի փոքրիկ մասն էր, էլի կա անակնկալ, ինչ անակնկալ կլինի։ Ասեմ, որ տես նորմալ, տես շատ ուրախանալու է չի, բայց ուրախանալու է, էլի։ Չգիտեմ։ Ես այս անակնկալի անունը դնում եմ սեր ու կարոտ ու լավ նվեր։ Բայց այդ նվերը տենալու համար մենք պետք է լսենք ծափեր, էլի։ Նոր եկեք է, գիտեմ, դժվար է, բայց ծափերը շատ կարևոր են։ Պատկերացում կա ինչ անակնկալ կլինի։ Որ Հայաստան ապրեի, մի հատ ավտո կբերեինք նվեր։ Բայց որ Գերմանիայում ես ապրում, մայ, ֆողա ուղեր, ընկեր, բարեկամ,
Դրա համար քեզ ուրիշ անակնկալ ենք նախապատրաստել, որը DJ-ի մոտ է։ Հələ նայեք, հələ տեսեք DJ-ի մոտ է, DJ, հələ անակնկալեցիս դու DJ։ Հիմա չէ, պահը չի։ Հələ մեծ լավ երաժշտություն դիր հայոց ոգով էլի տենց։ Այդ հայկական ոգով մեծ երաժշտություն ես դնում։ Ձակը, սա հզոր հանդիպում էր։ Արմեն, բարեկամս լավ նվեր չէ, ավելի լավ էր ավտո թե ես։ Շատ լավ, պակասու, շատ լավ նվեր, ամենամեծ նվերն։ Դե հիմա խոսք են տվել, որ Գերմանիա ավտո են տալու, չգիտեմ էլի։ Կամ էլ պետք է ես փոխտան այդ ասածս հետ վերցնեմ, իզան չգցեմ սայդ։ Այդ բարեկամս, ում չէր տեսա ահագին երկար ուրա, է որ կայնաս պիվայր խմում ուրա։ Հլա ասա, չելեք է մոտ է, կամերայից պաղչում ենա, Ռուսաստանից էր եկամ, անուն ասես է կանցեն։ Ռուդիկ, iz Moskvy, где ты? Հլնդե, չի հայտնվում։ Լուրա, եկավ, ահագին տարիներ չեն տեսել, 10 քանի տարի է։ Ուրա, սո պեկելա, Արման, արի, այդպես, հալը իմ չէ ինչ տղեք ունես, ճան եմ ասել։
Բայց տատին կգրկեք վերջում։ Գնանք։ Այ միշտ ծրփի որ կադրը լավ, դե հիմա տես ինչ է լավ, ուրիշ հեռախոս կլի էսա։ Հələ միացու տես ինչ է լավ։ Տեսա՞ր։ Հարգելի հավաքվածներ, մենք գնում ենք։ Շնորհակալ ենք բոլորից հետ, ով իր ձեռքերը մի քիչ ցավացրեց ծափերով, բայց հավատացեք պետք է։ Ձեզ բարձր տրամադրություն Արտուր, քեզանից էլ շնորհակալ եմ բարեկամս, բարեհամբույր ընդունելու համար։ Մենք գնանք ջան։ Մենք արդեն բարձր տրամադրություն ենք Давай։ Տեսնես, աչ կլինի մեր դուրը։ Ինչպես պայմանավորվել ենք, ունենք բազում դեպի նման անհատական երեկույթ։ Կներեք դուք այստեղ եք, հա, շնորհակալ ենք ձեզանից անչափ, լավ որ ձեզ մենք գնաց։ Հե? Ախ չեն կարա, մենք ստապ ենք, գնում ենք, լավ որ ձեզ։ Ինչ է պատահել։ Հե? Ձեր համարն ենք ուզում։ Մեր համարը հասանելի ամենտեղ, բայց Viber WhatsApp-ով էլի 077, ահա, ասում եմ 077 077 077 061 222 Մի գրեք, պարզապես հիշեք, Viber WhatsApp-ով կհիշեք։ Գնացինք բարեկամներ, իսկ հիմա մենք դուրս ենք գալիս ոսկե ծիրանի փլփլուն մկրա Որիշ լավ չորացավ ավտոսարա, ոնց է պսպղում, ընկերներ սա մեր Porsche Cayenne-ն է, որ լիքը ասելիք ունի, լիքը ֆրալիք ունի ու տալիք ունի բոլորիս, գնացինք առաջ։ Ես ուզում էի ասեի Զալիեն մի կոմով մտնեմ, բայց արդեն ուշ էր ասելու համար, որտեվ, բայց էլի լավ ֆրցրիմ էլի, չէ։ Լավ տարամ DJ-ին գցել էին նեղդերության մեջ արդեն, զգում ես, DJ-ին ասում եմ DJ-ի պետք է անակնկալ տա։ Վարդան, խնդրան քեզ, որ դուրդ բացես նորից փակես, թե չէ մեքենա շխուրուի հետ բռատ։ Գնում ենք Եվրոպա ռեստորան Լենինգրադյան Երևան, բարեկամ։ Հասկանում ես։ Դու գիտես Լենինգրադյանի տեղը։ Իսկ ես ոչ միայն գիտեմ, այլև գնում ենք այնտեղ, բարեկամ։ Գնացինք առաջ։ Հուլիսի 18-ն էր ընկերներ և նրանք հավաքվեցին բոլորը բացի Վանիկից, Վանիկը մեր հոբելյարի այն փեսաներով գտնվում է Ռաստով-նա-Դոնու և չի կարողացել գալ։ Տիկեն Սվետլանա, դուք ունեք գեղեցիկ անակնկալ։ Հետևաբար հիմնական նրա անունից, բայց մեծ մասը մյուս փեսանել մեր ջիվան աղբերը թեմային խառնը և իհարկե ունենք
Վանիկ, այդ ինչ ձևի փեսա է, ասես չես եկես օքաշ մայրիկի ծննդը նշես է սիրուն տեղը։ Հիմա մեկ երազանք պայք ինչ ա եղել։ Դե Վանիկ աղբորը չեմ տեսել, բայց ինքը փոխանցեց, որ ձեզ շատ է սիրում։ Երկու աղջիկները, երկու փեսաները միավորվել են եւ մի գեղեցիկ անակնկալ են կազմակերպել։ Ճանաչում ա ինձ, հա, վիդեոներս նայում, հա։ А, здрасте. Все хорошо, Ростов-на-Дону. Ну да, Ростов течет. Ձեր փեսաներին տես լավ աղջիկներ եք տվել, դրա համար շամպայն ենք բերել տոնական։ Բան պրսնիգա, էլի, Ջիվան։ Ջիվան, բարեկամ ես, դու արի։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Հարգանքներս, ուզում եմ ձեր ձեռքը սեղմել։ 1800-ականների սթայլն է, էլի։ Վաղ տենց է էլի։ Ես գիտեմ դուք վիդեոները նայում եք։ Շատ եղեք։ Նա շատ ուրախացավ, հուզվել էր, Վարդան, զգացի, չէ՞ որ հուզվել էր։